Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Ես այսօր հրավիրում եմ ձեզ միասին մի լուրջ թեմա քննարկենք, որը եւ խորքային է եւ լիավստահ եմ, որ նաեւ կլինի վիճահարույց, աղմկահարույց։ Հիմա տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Նախ եւ ասեմ, որ թողարկման վերնագիրը ինքը սահմռկեցնող է։ Այսպիսին է. Մեռնողները ողջունում են քեզ Եվրոպա։ Եվ հիմա կփորձեմ առաջիկա րոպեների ընթացքում թեման բացել։ Նախ ասեմ, որ այս արտահայտությունը մեռնողները ողջունում են քեզ կամ մահվան գնացողները ողջունում են քեզ, սա հռոմեական իրականությունից է։ Ամենայն դեպս, երբ որ ես աշխատում էի Հուլիոս Կեսար վեպի վրա, ես այդ հին աղբյուրներում հանդիպեցի այդ արտահայտությանը եւ քանի որ ինձ դա շատ դուր եկավ, ես այն այսպես ասած տեղավորեցի իմ Հուլիոս Կեսար պատմավեպի մեջ։ Ես հիմա ձեր թույլտվությամբ մի քանի րոպեով գրական շեղում անեմ, որպեսզի դրա իմաստը բացատրվի, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը եւ փորձելու եք զուգահեռել մեր իրականությանը եւ նաեւ բարձրաբանել, թե ինչու Արտոն Բեբանյանը այսպիսի սահմռկելի վերնագիր է դրել թողարկմանը։ Մի կտոր եմ կարդում Հուլիոս Կեսար վեպից, որը գրել եմ 26-29 տարեկան ժամանակներում։ Մի կտոր Հուլիոս Կեսարի մասին է։ Ինքը այն է շարժվում էր դեպի Գերգովիա, ինքը ներկայիս Ֆրանսիայի տարածքներում կռվում էին, ժամանակ ֆրանսիացիներ չկային։ Գալեր էին կոչվում, տարբեր ժողովուրդներ կային։ Ինքը այն է շարժում էր դեպի Գերգովիա, երբ եկավ Կուրիոնի բամբերը, սա իր զորավարներից մեկն է, ու Ժասպարը բզկտված եւ լուր բերեց, որ նոր կումի ճամբարը շրջապատված է բարբարոսների անհամար ուժերով եւ եթե անհապաղ օգնության չհասնի, կկործանվի հիմնովին։ Հուլիոս Կեսարը այդ կողմերում կուսակալ էր, բանակ ուներ եւ կռվում էր տեղի ժողովուրդներից, որ գրավեն։ 800 հեծյալների հետ Կեսարը սուրեց Կուրիոնին օգնության, իսկ Պոլիոնին կարգադրեց հետևակը արագ երթով բերել իր հետևից։ Նրանք անխնամը էին ձիերին, սրնդած անցնում գյուղերի ու ավանների միջով։ Ճանապարհները փոշով էին ծածկվում նրանց ետևից, եւ տների սարսափահար ելած բնակիչները չէին հասցնում հասկանալ այդ ինչ աղմուկ ու որոտ էր։ 3 ժամից նրանք փոխեցին նժույգներին եւ մոռացած հնարավոր դարանի մասին սուրացին առանց շունչ քաշելու։ Բայց ընթացքը նրանց թվում էր անտանելի դանդաղ եւ նրանք նյարդայնանում էին։ Իրիկնամուտին նրանք հասան լեռնանցքին եւ դադար չառնելով սկսեցին վերելքը, որը տևեց մինչեւ լուսաբաց։ Երբ իջան լեռներից ու ամպամեգը մնաց թիկունքում, զմայլելի տեսարան բացվեց նրանց առջև։ Ցողածածկ անընդգրկելի հարթավայրը փայլում էր անաղարտ ցոլքերով, ինչպես արարումի 7-րդ օրը։ Սակայն նրանց սիրտը փակ էր հրապույրի համար, իսկ միտքը բռնված ծանր խոհերով։ Նրանք հեռվից նշմարեցին բանակատեղին եւ շրջակայքում բարբարոսներ չտեսան։ Ճամբարից ծուխ էր ելնում եւ կարծեցին արշավային վրաներն են ծխում, բայց ավելի մոտենալով դարպասները խորտակված գտան, խանդակները լի էին մարդկանց ու նժույգների դիակներով։ Արգելապատնեշի երկայնքով բարբարոսների դիակների բուրգեր էին, խոցված նետերից ու նիզակներից, ջախջախված գանգով, դուրս թափված փորոտիկով, կտրված ձեռքերու գլուխներ էին թափված նրանց ճանապարհին եւ արյան հոտից անհանգստացած նժույգները տենդորեն թափահարում էին գլուխները լայն բացած ռունգերով թարմ օդ որոնելով։ Ներքին ներկյուղացությամբ ու համրացած նրանք գրացին դեպի մուտքը, բայց այն խցանված էր բոլորովին եւ ճամբար մտան ավերված արգելապատնեշի վրայով։ Թռչուններ էին թևածում դիակների վրա, չարագուշակ կռինչով ելնում էին վեր դժգոհ խանգարված խրախճանքի համար։ Կիսայրված մարմիններ էին երևում ծխացող վրաների տակ, մեռնողների խուլ հառաչ էր լսվում, այլանդակված դեմքով վիրավորներ էին սողում նրանց կողմը։ Իջնելով ձիերից եւ ճանաչելով նրանք շուրթերը կծոտեցին արյունոտելու աստիճան եւ դեմքերը թաքցրին միմյանցից։ Զինվորական հանդերձանք էր շախտված անցողիներում,
աթոռակներ ու արշավային մահճակալներ էին ամենուր։ Յուրայինների դիակներ քիչ էին պատահում, և նրանք տանջում էին իրենց հասկանալու համար առեղծվածը։ Անցնելով ավերված տաղավարների և ջարդոտված սայլերի վրայով, նրանք հայտնվեցին Պրետուարում, դա զորավարի այսպես մեծ վրանը, փոքր ինչ-որ դեմը բակ կար, այսպես ասած, որտեղ ժողով էին անում։ Եվ քար լռությամբ գլուխներից առան սաղավարտները, այն, ինչ տեսան նրանք, սոսկալի էր։ Պրետուարը ծածկված էր միմյանց վրա անկանոն թափված մի քանի 100 դիակներով, ռոմեացիների բոլորը խոցված սրտից։ Դրանք ճամբարի վերջին պաշտպաններն էին, որ գերությունից խուսափելով ինքնասպան էին եղել։ Նրանք արձանացել ու մռայլված նայում էին զարհուրելի այդ տեսարանին։ Արյան հոտով հագեցած քամին ծածանում էր նրանց թիկնոցները։ Ծանր տնքոցը լսվեց։ Բոլորը վազեցին ձայնի ուղղությամբ։ Կուրիոնն էր այդ հատվածի զորավարը։ Կեսարը ծնկի եկավ ձյունացեխի մեջ ու խոնարհվեց նրա վրա։ Դժվարությամբ շնչելով Կուրիոնը մի պահ բացեց աչքերը, աղոտ հայացքով նայեց երկինք, ապա ճանաչելով իմպերատորին, ժամանակ մեծ զորավարին իմպերատոր էին կոչում, հետո դարձավ կայսեր։ Այս տերմին, ապա ճանաչելով իմպերատորին, արտաբերեց հազիվ լսելի ձայնով. «Մեռնողները ողջունում են քեզ, կեսար», և հոգին լքեց նրա թուլացած մարմինը։ Հոգեցունց այս տեսարանից այլայլված կեսարը դառը հեկեկաց։ Քանի որ գրքից խոսացի, ասեմ, որ տպարան եմ ուղարկել Միհրդադ և Պատոր Պոնտոսի արքա վեպը, էլի այդ ժամանակակից է։ Հիմա ինչու այս վերնագիրը դրեցինք։ Մեռնողները ողջունում են քեզ, Եվրոպա, որպեսզի հնարավորության սահմաններում փորձենք թույլ չտալ, որ այդ մարդկային բազմությունը, որ ապրում է Հայաստանում, ինքը չգնա ինքնաոչնչացման։ Հարցն այն է, որ նրանք այդ շերտը, որ գնում է ինքնաոչնչացման, հիմա դետալները կբացեն, մեզ էլ են տանում իրենց հետ։ Մեզ էլ են տանում մեր հայրենիքն էլ, մեր պատմությունն էլ, մեր հիշողություններն էլ։ Նկարագրված դրվագում մեռնողները, որ ողջունում էին կեսարին, արժանապատվությամբ էին առաջնորդվել, իրենք քիչ էին, մի քանի 100, հազարավոր, այսպես բարբարոս էին ասում տեղի ժողովուրդներին, հարձակվել են, իրենք ճամբարը գրավել են և պիտի գերի վերցնեն, որպեսզի դա չլինի, արժանապատվությունը հռոմեական թույլ չէր տալիս, և բոլորը իրենք իրենց սպանեցին, հասկանում եք։ Իսկ ահա մեր մոտ, երբ որ այս մարդկային բազմության մի հատված գնում է դեպի մեռնելը, դա քաղաքական անխելքությունից է և ոչ թե արժանապատվությունից, արժանապատվության դեպքում այլ իրականություն կունենայինք։ Հիմա դառնանք կոնկրետ թեմային, թե ինչ է քողազերկելու։ Հիմա շատերդ ընդունում եք, որ 2018 թվականին ձեզ մոլորեցրել են։ Ընդունում եք, չէ՞ շատերդ։ Ինչպես են մոլորեցրել։ Երևի թե դուք էլ խորհել եք, գիտեք, ամենայն դեպս մի երկու շտրիխ ասեմ, այս թեման ես շատ եմ անդրադարձել։ Այդ ժամանակ կար 5000 հասարակական կազմակերպություն, որ ֆինանսավորվում էր Արևմուտքից, Եվրոպայից, և այդ 5000-ը մինչև այդ ապրիլը 18-ի անընդհատ տարածում են, խոսում են, որ իշխանությունները բոբո են, վատ են, ամեն ինչ այսպես ուռճացնում են, ճիշտ է, իշխանությունները լավը չէին, բայց ասենք բոլոր ասպարեզներով նպատակային կերպով ցույց էին տալիս, տանում էին։ Ու եթե հանկարծ ինչ-որ մեկն էլ, որ այսպես հակառակվեր կամ ասեր, այո, իշխանությունները վատն են, մեղավոր են, այս սրա համար, իսկ ահա սրա համար մեղավոր չեն, դեպքում այդ տեսակ ասացողներին պարծավանքի են ենթարկում։ Եվ այդ քչերից մեկը, ով որ այդ հոսանքով չէր գնում և ասենք ինքը իր տեսակետն էր ասում, դրանց մեկի ես էի։ Օրինակի համար ես միշտ էլ ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, երբ որ պայքարներ էր լինում, ես միշտ ասում էի, որ այո, եթե հիմա վերցրեք 100 մեղք, ասենք 100 վատ բան գրեք այս իրականության մեջ, որ կա, ես ասում էի 20 իշխանություններն են մեղավոր, այն 80 չէ, 93 մեղավոր չեն, դա հնուց է գալիս խորքային և հիմնավորում էի ներկայացնում։
բոլորի օրոքել ես դա ասել եմ։ Ես փաստ ներկայացնեմ, որպեսզի խոսքս ապացուցեմ, հա։ 2013 թվականի մարտի 12-ը Facebook-ը հիշեցրեց ինձ 13 տարի առաջ։ Ինչ է գրել ձեր խոնարհ ծառան։ Որ հուշում եմ, որ ես այն ժամանակ էլ նույնն էի ասել։ Իշխանությունները կեղծ թիրախ են, սա ես որ ասում էի, գիտեք, չէ՞ իշխաններին, ինչ են անում։ Իշխանությունները կեղծ թիրախ են։ Իշխանությունների դեմ պայքարը, որը նուրբ ձևերով կազմակերպվել ու հրահրվում է դրսից, այստեղ համարեք սևով ընդգծեցի, ահա արդեն 20 տարի մի կարևոր նպատակ ունի, թույլ չտալ, որ հանկարծ ազգովի խորհենք ավելի լուրջ հիմնահարցերի շուրջ։ Ասենք 13 թվականին ես որ ասում եի 20 տարի հրահրված է դրսերից, 18 թվականին արդեն 25 տարի եղավ, հա, 25 տարի հրահրված էր։ Հասկանում ես սա ասում էի, միշտ էլ ասել եմ, եւ պարզ է ասեք իմ դեմ գրոհում էին հազարներով, տասնյակ հազարներով, ու ինձ քիչ էր հետաքրքրում այդ դրսից կառավարվողների ու նրանց հետ միանում էին նաև իրական բողոքականները, նրանց կարծիքը քիչ էր հետաքրքրում, քանի որ ես հաշվարկում եի, ես տեսնում էի որպես քաղաքականությունից ճիշտ է շատ գլուխանող մարդ, ով հռոմեական իրականություններ ուսումնասիրել, վեպ էր գրել, ով ֆրանսիական հեղափոխությունների իրականություններ ուսումնասիրել, վեպ էր գրել, ով գերմանական էլիտայի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի փորձն էր ուսումնասիրել եւ էլի գրքեր էր գրել, ով Արցախյան շարժման մեջ էր, ով իշխանություն էր տեսել դերսից։ Այս ամենը համադրելով ես ասենք իմ տեսակետը ներկայացնում էի, որին ես վստահ էի, այդտեղ ոչ մի շահ չունեի, ճիշտ է ես տեսնում եմ, որ մի ողջ ժողովուրդ դեմ էր, բայց ես հիմա ասում եմ, որտեղ ես գիտեի, որ ես ճիշտ եմ։ Կյանքը ցույց տվեց դժբախտաբար, որ ես ճիշտ դուրս եկա։ Այդ ժամանակ ինձ անկեղծ եմ ասում, չէր հետաքրքրում։ Հիմա դուք եկեք հիշեք 2018 թվականի ապրիլի վերջ, մայիս, օգոստոս ամիսները։ Հիշում եք այդ դրվագը, եթե հանկարծ որևէ մեկը ասեր, որ այս ակտիվիստների, որ շարժում էին անում կամ նոր իշխանության եկածների աչքի վերևը հնարավոր է ունք կա, ոչ թե ֆիքսել, այլ ասել, մի անգամից կհոշոտեին հազարներով, տասնյակ հազարներով, մի քանի ամիս այդպես պահում էին մեղվապարսի պես բզում, որպեսզի բազմությանը, որին մոլորեցրել էին, մոլորացված էլ պահեին։ Ով էր դա անում։ Այդ նույն 5000 հկները, որոշակի աղանդներ, ինչ-որ կուսակցություններ, դրանք ում էին։ Պարզ է, որ Եվրոպա, Արևմուտք նրանցն էր։ Ու հիմա այսօր նրանց այդ զորքը, որ կա, որ այսօր նաև պետական ֆինանսավորում ունի արտաքինից բացի, այդ նույն զորքը, նույն զորաբանակը շարունակում է ձեզ պահել մոլորացված վիճակում։ Իրենք ինչ-որ մի գաղափար, մի միտք են տարածում, պաշտպանում դրան, այսպես գրոհում մեղվապարսի պես, ու եթե հանկարծ դուք էլ ինչ-որ բան ասեք գրոհել, այն աստիճաններ նշանակում, որ արդեն մարդիկ վախենում են այդ մասին խոսալ։ Այսինքն պահում են մոլորության մեջ։ Շատերը չեք էլ զգում, որ ձեզ մոլորեցնում են, ձեզ թվում է, թե դուք իմաստնացաք 2018-ից հետո։ Հիմա արդեն կոնկրետ փաստեր ներկայացնենք։ Ինչ նկատի ունենք։ Այմեք մեր իրականություն։ Այստեղ նշում ես կարդամ բաց չթողնեմ։ Եվրոպական կուսակցություն կա, մարդ խոսում է եւ այլ։ Անդոր որևէ մեկը չի ասում, ինչպես դու այկոմ, հա, նորմալ է։ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն է հանդիպում մեր երկրի ղեկավարի հետ, անգամ ստեղ է գալիս, ղեկավարի վարչապետի հետ, ձեր իմացած ՑՌ-ուն, անգլիական հատուկ այդ հետախուզական ծառայություն մի 6-ի ղեկավարն է գալիս, էլի հանդիպում, նորմալ է, բողոք չկա։ Թուրքիայի արտգործնախարարն է խոսքի մեջ հասկացնում, որ ասեք սատարում է այս քաղաքականությունը, ողջույններ։ Վենսն է գալիս, այստեղ էլի ասում է մենք պաշտպանում ենք այս իշխանություններին, ողջույններ։ 15 միլիոն կտանք մենք ձեզ Եվրոպաներից, որպեսզի դուք այստեղ ինչ-որ թույլ չտաք ուրիշները խառնվեն, բայց իրենք կարող են խառնվել, դա ողջունելի է, դա կարելի է։ Այստեղից են դիմում Եվրոպային բանտերությունները ինչ-որ ձև եկեք, տեսեք ինչ ենք անում, իրենց կարելի է, նշում են իբր թե հիբրիդային պատերազմի վտանգ կա եւ նշում են ում կողմից է դա գալիս։ Բողոք չկա, սա նորմալ է, հալա յուղի պես գնում է, Եվրոպաներում ծափ,
այստեղ ծափ, սա լավ է։ Տեսականորեն խնդիր չկա, մարդիկ են իրավունք ունեն դիմել այն կողմին, ասեն այսպես, իբր ժողովրդարական իրավունք ունեն մարդիկ, չէ՞։ Թող ունենան։ Իսկ հա փորձեք, ասեք հյուսիս, հենց այդ բառը, ասեք, դեռ չեմ ասում, ռուս մի անգամից երկրաշարժ։ Երկիրը կցնցեն, թարմ օրինակ բերեմ, հա, ես դες։ Լևոն Ջավախյան, հայտնի գրող, մարտի 11-ին մի կարճ գրառում է արել, իր տեսակետն է արտահայտել, որպես երկրի քաղաքացի, դուք իրավունք ունեք այն կողմերը գնաք փողել ուզեք եւ այլը, Թուրքիաների ձեզ սատարի գնաք նկարվեք այսպես մեղրածոր դեմքերով, դա կարելի է։ Իսկ մարդը ինչ է գրում։ Իր տեսակետն է արտահայտել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես կասեի արժանի քաղաքացի։ Մեր տարածաշրջանում հայաստանյան ընտրություններին միջամտելու գործում առկա է երկու ուժ, դա Թուրքիան է եւ Ռուսաստանը։ Այն ինչ իշխանությունները բարձրաձայնում են, արևմտյան կողմնորոշում սուտ է, այդպիսին գոյություն չունի։ Արևմուտքը ամեն կերպ քպական իշխանություններին հորդորում է հնարավորինս գտալ զիջումների հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի։ Արևմուտքը մեր տարածաշրջանի կիզակետում առկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա նրա գերագույն շահը ռուսներին այս տարածաշրջանից քշելն է։ Այս հատվածներով եմ կարդում, այս տարածաշրջանում Ռուսաստանի շահը պահանջում է այն ամենի հակառակը, որ թելադրում է Թուրքիան, ապավինելով Արևմուտքին։ Այսինքն զարկ տալ հայոց ինքնությանը, ազգային արժանապատվությանը, տնտեսական ու ռազմական հզորությանը, սահմանների անխախտելությանը եւ երկրի անվտանգությանը։ Ինքը ասում է ռուսները դա ուզում են։ Եվ ինչ է ասում։ Այդ ամենին նա միտված է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ տածած սիրով, ես կասեի ոչ թե, այլ կայսերապաշտական իր շահով, որպեսզի հարավային Կովկասում սպառնացող վտանգի առջև ունենա հուսալի պատնեշ։ Մի մոռացեք, մի հանգամանք, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։ Եվ գրում է. Ես գերադասում եմ լինել ռուսական ագենտ, քան դառնալ Թուրքիայի շուրը։ Իրավունք ունի մարդը, ինքն էլ է տեսակետ արտահայտի, եթե ասեցի Եվրոպա, արևմուտքի շորոս, ինքն էլ իրավունք ունի, չէ՞։ Եվ ասացի այդ Եվրոպայով վազողներին ինչ որ այդտեղ խաղաղություն, ծափահարություն, սկտում չկա։ Իսկ ինչի է արժանանում վաստակաշատ գրողը իր այս տեսակետի խավար։ Ես անձամբ չեմ հետևել, բայց վստահում եմ Փիրուզա Մելիքսեթյանին, ով հետևել է եւ մի լայնածավալ գրառում է արել, ես այդտեղից հանել եմ այն հատվածները, որով մենք կարող ենք պատկերացում կազմել, թե Լևոն Ջավախյանի ասածը ինչպես են վերաբերվում։ Տեսեք, ոմանք գնում են Եվրոպա, ոմանք ասում են չէ Ռուսաստան, որը պիտի լիներ տրամաբանականը, ժողովրդավարական երկրում։ Քննարկեին, վիճեին, փաստ արկեին, տեսնեն իսկապես Լևոնը ճիշտ է թե սխալ, այդ Եվրոպան լավ է թե վատ, եւ քաղաքական էլիտան դրա շուրջ բանախ վիճելուց, քննարկելուց, սինթեզելուց հետո ասեր սա է կամ երկուսի մեջ, սա է, չէ՞ ասենք տրամաբանականը։ Հիմա դե տեսնենք ինչ է գրում, ինչ է տեսել Փիրուզան։ Նախ Լևոնի գրածի հետ կապված ասում է, սա ազգային արժանապատվության ցավոտ ճիչ էր այն իրականության մեջ, որտեղ հայ մարդուն վարժեցնում են թշնամու առաջ գալարվելուն, հանուն ինչ որ միֆական խաղաղության դարաշրջանի։ Պատկերացնում եք ինչ սկսվեց, երբ որ Լևոնը դա գրեց, էլի։ Ասեմ իմանաք, սոցցանցային տարբեր երանգավորում ունեցող ծակուրներից դուրս սողացին բացահայտ ու թաքնված շուրջ չզարմանաք 600-ից ավելի ռուսատյաց թերքամերներ։ Թավշյա լոզունգներով սնվող անդեմ այդ ամբողը կատաղի հարձակում սկսեց հայ մտավորականի դեմ, տեղ-տեղ փորձեց իր ազգի ճակատագրով մտահոգ գրողի համար հայրենասիրություն ու պատմություն ճակատագրում առարկայից համառոտ լիգբես կազմակերպել, հնդածել, պարզապես անպատվել ու հայհոյել։ Դրան մեղադրում են ծախված լինելու մեջ, բայց իրականում ծախվածն իրենք են, իրենց հանցավոր լռությամբ, կեղծ լիբերալիզմով եւ պատրաստակամությամբ զոհաբերելու եկեղեցին, Արցախն ու հայոց պատմությունը հանուն շուն դարձած վիճակով կասկածելու ստորացուցիչ գոյատևման։ Նրանց ատելությունը Ռուսաստանի հանդեպ ոչ թե անկախության սեր է, այլ ուրիշի կամակատարը դառնալու հիվանդագին մղում։
խիստ են կատաղել արձակագրի սոցիալային էջը հայհոյանքներով ու լատինատար տիխմով գրողները եւ փորձում են կծել գրողին, որովհետեւ կարոտախտով տարապողների արչեւ իր հրապարակումը Ջավախյանը դրել է որպես ինքնատիպ հայելի անհրաժեշտ թաքնագրով թուրքին ծախված կորուսյալ հոգիներ, նայեք ուշադիր եւ տեսեք ձեր իրական արտացոլանք, տեսել են, այդ իսկ պատճառով էլ ֆեյքային մատյան գնդերը փորձում են ջարդել հեղինակին, ասացի չէ, տրամաբանական կանչեք վիճեք եւ այլը, ոչ թե 600 հոգին պատկերացնում եք, չէ՞ որ դա հրամանով են դուրս գալիս, ցանցերով այդ որ ասացի հականեր եւ այլը կան, տեղեկեք երևի թե քննարկեք մարդու հետ, հրավիրեք, կանչեք, ապացուցեք, եթե դուք ազգի շահ եք, հետապնդու։ Ես ենթադրում եմ, որ Լևոնին գրառումների տակ ասել են ռուսաստրոկ, ռաշիստ եւ այլ այդ կարգի ինչ-որ բառեր, որը միշտ այդ խումբը 600-ամյա, 600-յակը եւ գուցե 1000-յակը օգտագործում են։ Ովքեր են այդ բառը, ընդհանրապես ովքեր են, որ քաղաքական բանավեճի ժամանակ եւ բարձ է քաղաքականությունը տեսակետների բախում է, որ այդպիսի բառեր են օգտագործում այն մարդու հանդեպ, ում տեսակետ, ասենք, չի համընկնում իր տեսակետի հետ։ Ասացի նորմալ մարդը իրավունք ունի ասել, դուք էլ համաձայնեք կամ չհամաձայնեք, չէ՞։ Ով է այդ բառը ասողը։ Եթե ասացի ժողովրդավարական երկիրը ձեր ասելով եւ Լևոնը մյուսներ իրավունք ունեն իրենց տեսակետը ասելու, բայց չէ։ Իրավունք չունեք, մենք կգրովենք ձեր վրա ոհմակով։ Կարող ենք մենք այստեղից հետևացնել, որ այդ խումբը, որը գործում էր միասնականորեն եւ ոչ թե առանձին իրենց արել, փողով են աշխատում։ Կարող ենք ենթադրել այդպիսի բան։ Ասենք մի 99%։ Չնայած իրեն հարգող մարդը երբեք այդպիսի արտահայտություն չի անի։ Շարունակենք։ Ինչ ասացինք, Եվրախորհուրդ, եթե Եվրոպայի հետ կապված բան եք ասում ծափ, այդ 600 երևի արդեն սկսում է ծափ տալ, թաքնվածել ուներ հազարներով, տասնյակ հազարներով, եթե ես ասացի 5000 հասարակական կազմակերպություն, պատկերացեք ինչքան կլինեն ծափահարողներ։ Իսկ եթե հանկարծ ասում ես հյուսից Ռուսաստան, սարսուռ, երկրաշարժ, նույն պատկերը շատ քիչ տարբերությամբ ինչ որ 2018-ի նշածս ամիսներին էր, ապրիլի վերջ, մայիս, հունիս, նույն զորքը, նույն նպատակով, դժբախտաբար նույն մոլորվողները, էլի ճնշում են ձեզ, էլի թույլ չեն տալի ինքնուրույն մտածեք, զգուշանաք, այդ տեսեք Լևոնը գրեց գրոհեցին, այն մյուսները արդեն կզգուշանան, սա է նպատակ ու ձեզ պահեն ինչ որ վիճակում, որպեսզի անեն այն, ինչ որ վերնագրում ասեցի, որ տանեն մահվան։ Ու ասեմ, այս տենդենսը, այս կարգի sense ճնշումներ գործադրել ու այլ տեսակետներին խեղդելը դա միայն Հայաստանում չեն կիրառում։ Էլի շատ տեղեր կան, ես մի օրինակ բերեմ, որ ինձ որ հանդիպեցի, անմիջապես զուգահեռեցի եւ պատճառել դարձավ այսօրվա ես այդ բարդ հրապարակումը ձեզ ներկայացնեմ։ Գիտեք, պատերազմ, ով ում դեմ, եւ ահա Իսպանիան հանդես է գալիս այսպես անհամաձայնությամբ, հատկապես այդ երեխաների սպանդով Թեհրանում եւ ասում է, որ ինքը իր ռազմաբազաները իր տարածքում տեղադրված չի թույլատրի շարունակելու համար այդ ամեն ինչը, այդտեղից Ամերիկայից իրեն մատ են թափ տալիս, ինքը մնում է իր դիրքում թույլ չեմ տա։ Եվ ինչ են պատճառը բանում իրեն ինչպես են, ասենք, ուզում նախատել։ Դու ասում եմ, հարգելի Իսպանիայի վարչապետ, անտիսեմիտիստ ես։ Դες դու թույլ չտվեցիր, ուրեմն դու անտիսեմիտիստ ես, իրանք էլ այդ տերմինով սսկացնում են բոլորին։ Ես ընդամենը սա ասեցի, որ սա տեխնոլոգիա է, հիմա այստեղ են կիրառում, ասեցի, ռուս մի անգամից դու ծախված ես, այս ես, անես, այդ բառեր ասեցի, չէ, սիրուն չի, որ անընդհատ կրկնել։ Այդ հակառուսները, որ կան, եթե ուշադիր քննեք, այս խորությամբ հնարավորություններ ունենաք, 90%-ը կտեսնեք, որ արևմուտքից փող են ստանում։ Ես ասում եմ 99%, որտեղ կարող մի քանի տոկոս էլ լինի, մի քիչ ավելի, որ ասենք իսկապես այդպես են մտածում, ասենք հատկապես, որ ասենք այդ հյուսիսային այդ հարևանն էլ ասենք ինչ որ սուրբ չի, ինչ որ պատմական անցյալից, Արցախի հետ կապված եւ այլը,
Ես այդ դոկոս թողնում եմ այդտեղ, որ մարդը իսկապես այդպես է մտածում ու ասենք, բայց այդ մարդիկ ես համոզված եմ այդ տերմինը չեն օգտագործում։ Փաստեր կբերենք, ասեն, ահա, տեսեք, հարգելինս չարժե իր հետ գնալ ճանապարհ, չարժե իր հետ շրջանական գալ։ Սա է նորմալ։ Ես այդ մարդկանց հարգում եմ։ Հիմա ինչու սա կա։ Ինչու են անընդհատ այս արգելում այս մասին խոսալ, դեպի հյուսիս նայել, իսկ արևմուտք ծափուցի ծաղով։ Ինչ է, արևմուտքը դու կարծում եք այսպես հոգում է մեր մասին։ Լևոնը ինչ-որ տեսակետ արտահայտեց, ես համաձայնելով դրա հետ չծանրաբեռնելու համար եթերը փաստեր չեմ բերի, առանձնակի մի քանի հիշեցում։ Ադրբեջանի եւ Եվրոպայի վերաբերմունք Ադրբեջանին, որը եթե նայում եք ցեղասպանություն է իրականացնել, դա չխորանամ, այդ ինչ որ արվել է արցախցիների հետ այդպեսին է։ Ինչպես վերաբերվեց Եվրոպան Արցախին, ինչպես է վերաբերվում արցախահայերին, եթե աչքեր ունեք տեսնում եք։ Նա իրենց բարեկամն է, ինչ գազ կա, գլխավոր ծրագիր կա, հակաիրանականություն կա եւ այլն։ Իսկ արևմուտքը այստեղի շահերն ու ինչպես Լևոնն է ասում, ու թքած ունի բոլորի վրա։ Ու դուք չմտածեք, թե դուք ձեզ ավելի բարձր են դասում, քան Գազա երխեր ժողովրդին, որ տեսեք ինչ արեցին։ Այնպես որ պետք չի տրվել ուտոպիաներին եւ աշխատեք այդ մոլորություններին էլ չտվեք։ Ես չեմ ասում ճիշտ է այն կողմը, ես ասում եմ դուրս եկեք մոլորությունից, որտեղ կարող է ձեզ տանեն մահվան։ Հիմա ես մի քանի այսպես բաժանումներ եմ արել, որոնց հետ կապված ուզում եմ տեսակետ ասել, չփաթաթելով այն ձեզ խորհելու, ես ընդամենը խորհելու եմ տրամադրում։ Ռուս-թուրքական տանդեմ, շատ եք հանդիպում, որ ասում են, այստեղ միջև հիմա էլ ասում են, ռուսներն ու թուրքերն այս ամեն ինչ անում, էլ ուրիշ չկա այս աշխարհում, դրանք են, իբր թե։ Եվ իմ նպատակն էլ ասում եմ ազգակիրներին, այն մյուս շերտի ճակատագիրներից քիչ է հետաքրքրում, իրենց հնարության սահմաններում մոլորությունից հեռու պահելն է, որ իրականությունը փորձեն հասկանան եւ ճիշտ քայլեր անեն եւ ոչ թե ինչ որ ժամանակ հետո նորից ասեն ձեռքս կոտրվեր, ոտքս կոտրվեր, ինչու էսպես արեցի։ Հետո հատկապես այդ ռուս-թուրքական, որ ասում են։ Մի կուսակցություն կար, ես հանդիպեցի այսօր, ես գեր միացեք մեզ։ Եթե դուք ուզում եք մենք ազատվենք ռուս-թուրքական այդ տանդեմից, ուր եք անում են ազգայնական։ Մի տարեց մարդ էլի կուսակցական, ինչ որ տենց շատ չեմ ուզում դետալացնել, որ պարզ չի կարևոր մոտեցումն է, ինձ էր զանգել էլի ռուսները, թուրքերը, ասում լսեք ուրիշ մարդ չկա, ուրիշ պետություն չկա այս ամենի հետևում։ Ոչ։ Միայն իրենք են, հասկանում եք։ Երբ որ խորը ուսումնասիրում ես, պարզ հասկանում ես, որ այդպես չի։ Հիմա այս մարդիկ կամ չեն հասկանում, եթե քաղաքականության մեջ են պարտավոր են հասկանալ, կամ էլ թե չէ ասենք ինչ որ հեռահար նպատակ ունեն։ Ես հիշում եմ ժամանակներ առաջ YouTube-ում իմ այս վերելքի հաղորդումներից մեկի տակ մի բավական տեղյակ մարդ բառացի գրել էր, ես իր բառերը գրական ձևով հիմա ձեզ կասեմ գրել էր արևմուտքը բարի բուն իմաստով ես ինչ է անում ձեզ դուք ընկել եք Ռուսաստան եք դատապարտում Պարս մարդը հստակ ասում էր եկեք նայեք որտեղ են ծափահարում մեր այդ երկրի ղեկավարին որի այդ ելույթը սարսուռ է համակում ասենք ազգակիրների մոտ որտեղ Արցախը ստորագրվեց որ տան հասկանում եք երբ սկսվեց պայքարը եկեղեցու դեմ, կրթության դեմ, մշակույթի դեմ, պատմության դեմ, ցեղասպանության։ Երբ սկսվեց, երբ որ Հայաստանը ում ազդեցության տակ ընկավ, հասկանում եք։ Ու հիմա էլ այսօր հրաժարվում են ռուսական օգնությունից։ Այսինքն ռուսները կանգնած են իրենց թիկունքում, ասում են մեզանից հրաժարվեք, ամեն ինչ արեք, որ մենք այստեղից գնանք, հա, որ լավ լինի։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում։ Մյուս կողմից էլ ես նման դեպքում հիշում եմ Ֆոն Լուշանի մի խոսք կա, որ 100 տարի առաջ ասել է, տխուր է, բայց այդպես է։ Ասում էր հայերը աշխարհի քաղաքականապես ամենադմբոր ժողովուրդն են։ Երբեմն որ նայում ես, սկսում ես ասել այդ մարդը ճիշտ էր ասում։ Հետո համաձայնում ես, դժդեհի հետո ասում էր պատճառագիտական մտածողությունը բացակայում է մեր ժողովրդի մոտ, հաստուկ հետանատներ կարող է ունենան, հիշում ես Հայկ Ասատրյանին, որ ասում էր, այս մարդիկ իրենց դժբախտությունը այն է, որ կենցաղային խելք ունեն, այդ կենցաղային խելքով մտնում են բարդ քաղաքականության մեջ ու գիտեք ինչ։ Այսինքն ես այն կարծիքին եմ, որ ռուս թուրք չկա այսօր։ Անդե այլ բարդ բաներ կան։
Այնպես որ մի մոլորվեք, խնդրանքը սա է։ Կարող եք եկեք ինձ հակառակը բացուցեք, այնպես չի որ ես ասացի վերջ։ Հաջորդը ինչ եմ լսում, գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ, գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ, դերոշների վրա գրում են, կոչ են անում եւ այլը։ Այդ քաղաքակիրթ աշխարհը ո՞րն է։ Իսկ կարող եք ցույց տալ։ Մենք տեսանք, թե Արցախի հարցում այդ ձեր ասած քաղաքակիրթ աշխարհը ինչ վերաբերմունք ունեցավ, երբ որ եւ պատերազմով եւ այդտեղ բռնի տեղահանություններով, մեր հայկական ամեն ինչը ոչնչացնելով զբաղված են այնտեղ քաղաքակիրթ աշխարհ։ Տեսակ այդ քաղաքակիրթ աշխարհին։ Մի գրառում հանդիպեցի այս վերջերում որ գնացի ելույթ էր ունեցել քաղաքակիրթ աշխարհի մտածեք ասում Եվրոպան հոտնկայս ծափահարեց հայկական շահերը ուրացողին եւ եկեղեցու վրա հարձակվողին։ Դուք համաձայն եք որ շահերը ուրանում է եւ եկեղեցի վրա հարձակվում է։ Ընդունում եք, չէ՞։ Բայց Եվրոպան այդ ծափահարում է, հասկանում եք։ Ու դու գրում եք այդտեղ, որ ասեք ավելի լավ ծափահարի, հա, որ մեր արժեքները վերացնում են։ Եվ եկեք հարց տակ, այդ ծափահարողները կուզեին, որ իրենց երկրի ղեկավարը հենց այդպեսին լիներ։ Ինքն էլ գար, այդպեսի բաներ ասեր, տարածքները տար խաղաղություն ուզեր, մի տարածքից որտեղ մարդկություն ինչ եղել են, այնտեղ արցախցիները եղել են, մաքրել, տար նվիրել, ես իմում ով իրենք էլ չգիտեն երբ են եկել, ու կուզեին իրենց երկրում այդպես ղեկավար լինել, այդ ծափահարողները։ Ես ես մի օրինակ բերեմ պատմական, արդեն պատմական 2008 թվականի ընտրություններից հետո էր կարծեմ բախումներ եւ այլ լավ հիշում եք Եվրոպացի դիտորդները ասուլիս են անում այսպես ճմրկատով դե խախտումներ կան, բայց այնքան էլ այնպես չէ միջազգային օրենքներին ոնց որ թե ասենց ինչ որ տեղավորվում են մեջ ինչպես են կմկմալով ինչ որ բան են ուզում ասել հետո իմացանք ինչ շահ ունեն երբ որ ավարտվում է ասուլիսը մեր լրագրողներից մեկը անջատում է սարքեր, ասում է գիտեք ինչ կպարոն, հիմա մենք ձեզ չենք ցայնագրում էլի, մի հարց ունեմ ձեզ, եթե այն ամենը ինչ տեղի ունեցավ Հայաստանում ընտրությունների հետ կապված, ձեր մոտ լիներ, ինչ կանեիք դուք, եւ գիտեք ինչ է պատասխան, Մահմեդ տեսնե ձայնագրող, մենք կապստանբեինք, այսինքն եթե իր երկրում լիներ կապստանբեին, բայց որ եկել էստեղ ինքը ինչ-որ շահեր ունի, այդ շահերը դուք գիտեք, որ հետո շանտաժանել իշխանություն են, որ 10 թիվ բերեն, պես կպահի, հիմա ձեզ տող որ ծափահարում էին, իրանք իրեն շահը չգիտեին, իրենք կուզեն, որ այդպես բան լինի, ու դուք գնում եք այնտեղ այդ երկերեսանի մարդկանց մոտ, որ իրեն շահերով են առաջորդում, ու ձեր վրա էլ էպես արածուն ինչպես Լևոնն էր ասում, կամ գնում եք այս տիկնոջ մոտ, կայակալս, ինչ է ասում, եթե չկանգնեցնենք Իրանին, ապանակը գրավի Բալթիկան եւ Լեհաստանը, Իրանը գնալու է մեր վրայով, թուրքերի վրայով, չգիտեմ, ուկրաինացիների վրայով, այսպես գնա կարգինել հավատալ չունի դրա համար, գնա հասնի Բալթիկան գրավի ու Լեհաստանը։ Խելքը նայեք, հասկանում եք։ Այդ ձեր երազած Եվրոպայի գլխավոր արտաքին գործերի մարդն է, հասկանում եք։ Ու մեզ էլ ուզում եք տանեք այնտեղ։ Կամ այդ երեխաներին սպանեցին։ Հարցնում են իրենց երկրի ղեկավարին Ամերիկայի ասում են իրանցիներն են խփել։ Պատկերացնում եք գնում եք այնտեղ որտեղ որ ձեր դպրոցին խփեն ասեն դուք եք արել։ Բայց նայեք արժեքները։ ԱՄՆ-ի դեսպանի խոսքը Իսրայելում լսել եք։ Երբ որ ասել է գիտեք ինչ որ մի հատ 5 գիրք կա, շատ հին, մի քանի հազար տարվա, այնտեղ գրված է որ այս տարածքները պետք է Աստված տվել է հրաներին։ Գրած Աստծուն ասես մի հատ կարաս հաստատես այդ ամեն ինչը։ Ու դա էլ իրանք ընդունում են, հասկանում, ամերիկացիները ու այս համարյա միջև Հայաստան գալու են։ Դա է այս ձեր ասած քաղաքակիրթ աշխարհի կարգը։ Հասկանում եք ինչ որ մի գրքում գրած է։ Մի լավ օրինակ էին բերել Աֆրիկայում էր թե կարծեմ Աֆրիկայում էր, կարևոր չի, ինչ որ մի ժողովուրդ կա։ Տենց մեր չափարիչներով ոչ քաղաքակիրթ, իրանք ինչ որ էլի կրոն ունեն, կրոնի մեջ գրած է Աստված աշխարհի բոլոր կովերը ստեղծել է մեր ժողովրդի համար։ Հիմա կան այդ թուղթը վերցրել եւ կան ասեն, տվեք մեր կովերի հետ, էսը գրած է, հասկանում եք։ Սա է ձեր ասած երազած արևմուտքը։ Մի երկու օրինակ էլ կարդա, որպեսզի լավ հասկանաք թե ուր է քաշ տալի ժողովրդին։ Ուրեմն ասում է այն բանից հետո, երբ Իսրայելը ռուսերենը թարգմանում, Իսրայելը եւ Ամերիկան հարձակվեցին Իրանի վրա, այդ դեպքում սպանեցին 160 աշակերտների, տարբեր թվեր են ասում,
Եվրոմիությունը սանկցիաներ է կիրառում Իրանի դեմ մարդու իրավունքների խախտման շարժառիթով։ Բարձր ձեզ համար, ուր եք դուք գնում, ոչնչացրել են երեխեքին, հարյուրներով, դրանից հետո էլի դպրոցներ են ավերել, հիվանդանոցներ, մարդու իրավունքները խախտում է Պարսկաստանը եւ Եվրոմիությունը, ձեր որ ուզում եք վազելով գնաք այնտեղ, սանկցիաներ է կիրառում։ Սա ամենը չի, ինչ են կարդում, ավելի բերտ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջել է Իրանից կասեցնել հարձակումները արաբական երկրների վրա։ Այդ արաբական երկրների վրայից կարող են ռմբակոծել, առաջնորդին սպանել եւ այլը, դու իրավունք չունես պատասխանել։ Ու ոչ մի խոսք անվտանգության խորհրդի այդ թղթերի մեջ, որ գիտեք Ամերիկան եւ Իսրայելն են սկսել հարձակում այդ երկրի վրա։ Հիմա այդ հարձակվող երկրի ղեկավարը սկսել արդեն, գիտեք իմ փեսան, իմ ես մեկը ինձ ասում են մենք որ չհարձակվենք, իրանք հարձակվեն, ինչ որ բան է ուզում գտնի։ Այդտեղ է գնում։ Միասեռական ամուսնություններ եք ուզում։ Ժամանակին որ սա այսպես դիմակայում էին մեր նման մարդիկ, ասում դե գիտեք դա շեղումները, եվրոպական արժեքները այլ են, դա չէ, դա դուք ինչու եք մենք դա տեսնում։ Հիմա տեսանք, Էփշտեյնին էլ տեսանք, ես նկարագրացնել 1000 անգամ ավելի կարելի է ասել։ Այստեղ եք մեզ ստանում։ Իրանական հնագույն քաղաքակրթությունը, որ մի քանիստ են մնացել, ոչնչացնողի մոտ եք դուք գնում, հա, որ ասում են ժողովուրդը մենք դիվերացնենք։ Պարզ այդպես էլ ասում են։ Այնտեղից գնում եք։ Այստեղ եք գնում, ես մի կտոր կարդամ մամուլից։ Լոնդոնում տեղակայված Apollo Strategic Communication կազմակերպությունը 2026 թվականի մարտի 2-ին ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիներիս խմբագիրներին առաջարկել է շաքերտերում ոչ հրապարակային քննարկումներ, շաքերտափակ նպատակ ունենալով արատավորել հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել եւ վարկաբեկել նրա գործունեությանը։ Եկեք ծափերով գնանք, երբ որ տարբեր տեղերից ձեր դեմ աշխատում են։ Կուզեք ես ձեզ պատմեմ Եվրոպայի պատմությունը վերջին մի քանի դարերի։ Կուզեք պատմեմ, ինչ սահմարկելի զուլում են բերել աշխարհի գլխին։ Կուզեք ձեզ հիշեցնեմ Ռուբեն Սևակի խոսքերը Եվրոպայի մասին։ Դուք գիտեք ԱՄՆ քանի միլիոն մարդ է ոչնչացրել։ Դե թվերից տեղյակ եք։ Ու այդպես չի, որ ես հակա եվրոպական եմ։ Պարզապես կույր մի գնացեք արգելելով ուրիշ բանի մասին մտածել, սա է հարցերի հարցը։ Հիմա եվրոպացիների ծապտալու մասին, ինչ եմ հանդիպում մամուլում, որ ծապահել ես քանի օր։ Եվրոպացիները խեղկատակների են վերածվել, ամբողջ մայրցամաքում մի տղա լիդեր ունեն իր դեմս Իսպանիայի վարչապետի։ Նրանց ճշմում է Պուտինը իր ծավալապաշտական պատերազմով, նրանց խեղդում է Չինաստանը բիզնեսի եւ առևտրի մեջ, նրանց վրա մատ է թափ տալիս Թուրքիան, նրանց կարծիք արխամարում է Իսրայելը, նրանց ընդհանրապես հաշվի չի առնում Տրամպը, նրանց սպառնում է Իրանը, ուստի նրանց պետք են հետսովետական սպառված գործիչներ, որոնց կողքին իրենք զոհ են ու կարևոր։ Բայց քեզ այդ վիճակին բարձրացողին ծափել կտաս, ճակատնել կպաչես։ Ինքը դրա համեմատ իրենք զոր երևացին այն մյուսների համետ, որ ասենք խեղճուկարակ էին։ Եվ այստեղ մի բան էլ կա, ամեն անգամ ես Նժդեհին եմ հիշում, դեռ այն ժամանակ ասում էր, այս մեր ժողովուրդը Եվրոպայի այն հնացած մեռած արժեքներն է գնում վերցնում, որ արդեն այնտեղ չկան, հասկանում եք։ Մաշվել են այնտեղ, անցել են մի 50 տարի, 60 տարի, կգնան են չեղած հետևից։ Կարճ չէ։ Այն Եվրոպան, որ դուք ուզում եք, որ ձեզ սովորեցրել, չկա էլ, հասկանում եք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նպատակային կերպով այնտեղ իրականացվել է ժողովրդի մտածողության վերափոխում ի վնաս իրենց։ Ու դրանից էլ ծնվել են այսօրվա եվրոպական առաջնորդները։ Չկա այդ Եվրոպան, որը դուք տեսել եք։ Հիմա դուք ուր եք գնում, ես դա եմ ուզում հասկանալ։ Հոգեհանգստին եք գնում։ Հիմա եվրոպացիների մասին ներսից կարդում ենք մամուլից։ Եվրոպական խորհրդանի անդամը խոսելով անանունության պայմանով, ասենք իր անձը չբացահայտեն, Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդանում։
Նա կարծում է, որ ՀՀ վարչապետի ելույթը տպավորություն է ստեղծել, որ նրան անհիմն խոստումներ են տրվել երկրի Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ, ինչը արտացոլվում է նրա հայտարարություններում։ Եվրոպական խորհրդարանի անդամը նշել է, որ Հայաստանը չի կարող դառնալ Եվրոպայի մաս եւ միշտ կմնա իր տարածաշրջանում, որտեղ ներկա է Ռուսաստանը աշխարհագրական եւ քաղաքական իրողությունների պատճառով։ Նա ընդգծել է, որ երկիրը Ռուսաստանի դեմ ուղղելու փորձերը կարող են վտանգավոր լինել նրա կայունության համար, որպես օրինակ բերելով Ուկրաինայում եւ Վրաստանում ստեղծված իրավիճակին բարդ է միսամար անհանգստանում։ Եվ շարունակում է. քննադատություն հնչեց նաև վարչապետի ներքին քաղաքականության վերաբերյալ։ Պատգամավորը կարծում է, որ վարչապետի գործողությունը երկիրի տանում են դեպի ճգնաժամ, նշվեց, որ նա համարձակվում է եկեղեցու վրա, որը պատմականորեն եղել է հայ ժողովրդի պաշտպանը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում փախստականների նկատմամբ, անտեսում է նրանց տառապանքը եւ մեղադրում է նրանց չափազանց զգացմունքային լինելու մեջ, չնայած այս տարածքներում իրենց հազարամյակների ապրելու պատմությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նկատմամբ նրա վարքագիծը գնահատվում է որպես չափազանց հանդուրժողական։ Եվ ինքը բացատրում է, թե ինչու են ծափարել, ասում է. Պատգամավորը հիմնական խնդիրը համարում է հանրային գրագիտության եւ տարածաշրջանային իրողությունների ընկալման ցածր մակարդակը դեպուտատների Եվրախորհրդի։ Այդ իսկ պատճառով Եվրախորհրդանի պատգամավորները նրա ելույթից հետո ոտքի կանգնեցին եւ ծափահարեցին Հայաստանի վարչապետին։ Ու այս պատգամավորը չի ելել, չի ծափահարել, բայց ես չէի ասի, թե միայն մակարդակն է, որ անտեղյակ են, կալ ասիցենք, տեսնում եք, մյուս իրենք տեսնում ծիծաղաշարժ դրվագներ, շահ էլ կա, հարգելիներս, շահ կա, Լևոնը լավ էլ ասել էր։ Ամենակարևորը, որ գնում եք արժեք տալի քաղաքակրթ։ Եթե մենք նոր ազգ լինեինք, ես Ադրբեջանի պես մի Coca-Cola-ից էլ երիտասարդ կամ թեկուզ են մյուսները, թեկուզ Ռուսաստան, որ 1000 տարի պատմություն չունի, կվազեի, կասեի, հա, նոր բան է վազե։ Ախր դուք աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն եք։ Դուք եք քաղաքակրթություն տվողներից մեկ եղել։ Ինչ է գլխապատառ վազում եք։ Իրենք պիտի գան ձեզ հարցնեն, դուք առաջ որ էսպես էիք անում, առաջ որ գալիս են ձեզանից սովորում, դա ինչ են սովորում։ Կանգնեք ձեր տեղը ու ձեր արժեքների վրա հիմնված ձեր հասարակությունը կառուցեք։ Սա պիտի լինի, հասկանում եք։ Եվ շարունակում ենք։ Հաջորդ թեզը, որ ես դրա շուրջ ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ, բավականին երկար, ծանր թեմա ստացվեց, բայց կյանքի ծանրությունից է դա բխում։ Հակառուսականության վտակները։ Ես քանի անգամ շեշտում եմ, ես ռուսամետ չեմ։ Թեպետ չի ազդում, օրինակ կոնսերվատիվ հեղափոխությունը, որ գրեցի հետազոտում էի գերմանական էլիտային ազգայնականների, սոցիալ-ազգայնական, 5 էջը մեծ գրում է, ես ջատագովը չէ, պարզապես ուզում եմ ուսումնասիրեմ ինչպես են շահված բազմությունի ձիգ ազգ սարքել, ինչը որ վերցնենք, ինչը մերժելով մերժենք։ Բայց մեկը գրեցին, նա հայկական ֆաշիզմի հայր է, գովերգումը եւ այլն։ Այստեղ էլ ես գիտեմ, պիտի գրեք, այդ բառերը որ կա, բայց մեկ դառնա կանդրադառնամ։ Այդ վտակները որտից են գալիս, որ ասենք այդ կա։ Դե ասեցինք, արևմուտքը իր զորքով աշխարհաքաղաքական երեխան էլ գիտի, որ իրենք այստեղ ուզում են Ռուսաստանին ուղարկել, դաժե հերահար նպատակներ ունեն Ռուսաստանի հետ կապված, դա մեր խնդիրը չի։ Մեկը դա է, այդ զորաշարքերը կան, զորասուները կան, ինչպես 18 թվականին են անում, նույնձև կգրոհեն 600-ով, 1000-ով, 10000-ով ինչ-որ մարդկանց վրա, մեկը գլխավորապես սա աշխարհաքաղաքական, հաջորդը իսկապես կան իրական մտահոգիչ դրվագներ, հատկապես այս վերջին շրջանում Արցախի սկզբնական պատերազմի սկզբնական շրջանում իսկապես կան բաներ, որ ասենք Ռուսաստանը էլի իր շահերից ելնելով ինչ որ բան արել, որը մեզ վնաս է։ Հիմա էլ արևմուտքը իր շահերից ելնելով ինչ որ բան անը, որ էլի մեզ վնաս է։ Բայց արևմուտքին սիրաշահում ենք, դրան ասում ենք բաբա։ Հարգելիներս, ոչ մի երկրի նանը չի, տատը չի, որ դժգոհես ասես ինչու ինձ էսպես արեցիր։ Եթե ձեզ ծախել են, ուրեմն դուք ապրանք եք։ Սա պետք է հասկանաք ու մտածեք ինչպես անենք, որ մենք այդ ապրանքային վիճակից դուրս գանք։ Եվ ոչ թե նվնվալ, հա, նրանք մեզ էսպես արեց։ Ապրանքին վաղը նա է վաճառելու, ավելի թանկ կինտա նա է վաճառելու։ Այսպես է կարգը։ Հակառուսականության աղբյուրներից մեկ հետևյալն է, ասենք որ ես նկատել եմ, մարդիկ իսկապես անհանգիստ վերցնում են 100-150 տարվա ինչ-որ հնության դեպքեր
եւ ասենք դա ներկայացնում են եւ ասում են հա տեսեք ռուսները հայերի հանդեպ էսպես են արել իրեն ցարը եւ այլը ուրեմն վերջ վարչագետը խփում են կնքում են մենք այդտեղ չենք նայի ես ընդհանրապես մի դեպքի շուրջ եմ առաջարկում խորհենք կարդում ենք այսպես է եթե չեմ սխալվում 20-րդ դարի սկզբին թուրքերը եւ ռուսները կռվում են հայերն են որոշում մասնակցել ռուսահայերը Ռուսաստանի այսպես զինվում են երիտասարդները բավական մի քանի հազար թե մի քանի տասնյակ հազար զինված եւ կայսրը ռուսական այդ զորախմբերը ոչ թե այստեղից է տանում թուրքերի դեմ կռվի այլ տեղափոխում է բալթյան երկրներ այնտեղից է կռվեցնում եւ բարձր պատերազմ է ինչ որ պետք է որոշակ քանակություն զոհվի եւ ահա սա ներկայացնում են որպես հակահայկական ուզունա վերջ կայսր էսպես մեզ վերջ դրանց հետ մենք գործ չունենք այո այդպես է բայց հիմա ես որպեսի պատմականորեն ու քաղաքականորեն մտածենք երևույթների սա շատ կարևոր է այդ տեսակետից բերեք նայեք հիմա պատկերացրեք կայսրը դուք եք ռուսական կայսրն եք եկել եք այս կողմերը շատ մի մասամբ հայերի խնդրանքով եք եկել գիտեք ինչքան են գնում խնդրում մի մասը իր աշխարհակաղակական շահերով է եկել որ իջնի հարավ եւ եկել է իր զինվորների արյան գնով գլխավորապես ինչ որ տարածքներ է խլել պարսիկներից թուրքերից իր զորքով եկել նստել է իր կայսրությունը մեծացրել է իր աշխարհակաղակական շահերով եւ ահա ինչ որ վիճակ է ստեղծվել եւ այդ ծայրամասի ինչ որ ժողովուրդ զինվում է դուք կայսրի փոխարեն չեք մտածի լավ այստեղ եթե հիմա ստե կռվեն այո իմ օգտին է կռվում են իմ թշնամու դեմ բայց կռվից հետո այստեղ զինված մարդիկ այստեղ կմնան եւ իրենք էլ ազգային ինչ որ մտածողություն է սկսել հասունանալ կսկսեն ասենք հակակայսերական ինչ որ բաներ անել եւ եթե կայսրը դուք լինեիք էլ կվերցնեիք ասեք որպես ես հանգիստ լինեմ կռվելու են թուրքերի դեմ բարի թող այսպես գնան գնացքով ինչ որ գնան այդտեղից կռվեն ես ինձ կապահովագրեմ այստեղ հետո խնդիր ունենալուց դուք էլ կայսրը լինեք այդպես կանեիք որպես ես համոզեմ որ դուք այդպես կանեք ես հայկական պատմությունից բերեմ մի օրինակ 2000 տարի հետ գնանք Տիգրան մեծին գալիս խնդրում են որ Սիրիայի ավականին գալիս խնդրում են ասում մենք քեզ տեսել ենք ճանաչում ենք խնդրում ենք որ դու մեզ կառավարես ուրիշ շատ երկրներ էլ կան քո հոգացության տակ խնդրում ենք որ գաս մեր երկրին դու վերցնես Տիգրան մեծը մտածում է որ իսկապես եթե ինքը չի գնում այնտեղ կարող հռոմեացիները ներխուժեն Պարսկաստանը դել խնդիր ուներ Սիրիան այն ժամանակվա Սիրիան եւ Պարսկաստանը եթե չեն սխալվում հարևաններ էին եթե այդ ամբողջ են գնում էր իր թշնամական ազդեցության տակ դեպի հարավ իր ճանապարհը փակվում էր դեպի արևմուտք Հռոմն էր իր պրովինցիաներով այն կողմ հյուսիսային Կովկասն ողջեն կողմ քաղաքակրթություն չկար փակվում էր հասկանում եք Հայաստանը փակվում էր ծովային սահմաններ չուներ Սև ծովի եւ այսպես խեղդվելու էր եւ հաշվի առնելով այս ամեն ինչը համաձայնվում է դե որ համաձայնվում ես բարձր պիտի զորք տանես այնտեղ ինչ որ գործողություններ անես եւ այլը գրում հաստատվում է բարեբախտաբար այս անգամ մենք պատերազմով չեն գնում ռուսները կան այստեղ արյուն թափելով իրենք ավելի կարճած պիտի լինեն չէ՞ այդ հողերից որը մենք ասում ենք մերն է հին Հայաստանի եւ գնում է Սիրիա այնտեղ Հռոմը հանգիստ չի մնում մտածում ինչպես ես Տիգրանին քշեմ այդտեղից որ ես կարողանամ փակեմ ոնց որ հիմա են ուզում Ռուսաստանին փակեն ժամանակ մեզ են ուզում փակեն հարավից գուցեն պարկի մեջ եւ ասենք փակավորեն են փախցնում ու որ ասենք այդ ավականին չեր ընդունում նա շուտ էր փախել Հռոմ նրա համար նավատորմ զորքեր են ինչ որ փորձում կազմակերպել թակուհուն են ուղարկում այդտեղ է լինում թակուհին սկսում ինչ որ մարդ հավաքել որ Տիգրանի դեմ կռվեն Տիգրանը դուք հիմա պատկերացրեք Տիգրանն եք եկել եք այստեղ ծախսեր եք արել զորանոցներ եք կառուցել այդ ընթացքում ծովահեններին եք ոչնչացրել որ սիրիական ժողովրդին չվնասեն անապատներից բեդուիններն էին գալիս թալանում այդ դրանց դեմ եք կռվել զոհեր եք տվել հասկանում եք քան ճանապարհ եք եկել հասել եւ ինչ որ մարդիկ ինչ որ խշխժում են որը քեզ համար շատ վտանգավոր է ինչ եք անելու Տիգրանի փոխարեն ինչ որ ինքը արեց գնաց այդ թակու զորքը ջարդեց իրեն սպանեց հիմա եթե սիրիացիների տեսակետից նայեք չաղ այդ սիրիացիների մի չկան այդ մի ապրողներ ու ժողովուրդ են էլի դրանք չգիտեմ լուծվեցին կորան գնացին իրենց տեսակետից չար մարդ է ասեն ահա տեսեք Տիգրանը եկավ ինչ մեզ նա մեր ժողովուրդն էսպես արեց այնպես արեց բայց Հայաստանի շահերի տեսակետից այդ մարդը ճիշտ էր հիմա նմանապես էլ դուք եթե ուզում եք պատմական ինչ որ երևույթ եք դուք պետք է քննեք մի քանի տեսակետից ցարի տեսակետից ինչ չեք քննում եթե ուզում եք հասկանալ մենակ ձեր տեսակետից եք վերջ Հա չեք քաշում
Այսպես չի քաղաքականությունը, ներքին քաղաքականության մեջ էլ է այդպես, հասկանում եք, ինչ է, վատ է, դե վերջ, ուրեմն վերջ։ Իսկ որ մեկ ուրիշը որ ասի, հարգելիներս, եկեք խորքային նայենք բազմակողմ, դու այսպես դու այն ես։ Հաջորդը։ Ուրեմն տեսեք, ցարի ժամանակ այդ հողի իրանն էր, ինչքան էլ ասենք այդտեղ հազարավոր տարիներ մերն էր, ինքն էր գրավել, խլել էր ուրիշներից այդ հողը իրենն էր, եւ այդ հողի հետ կարող էր վարվել ինչպես ուզեր, հետ տար, առաջ տար, ծախեր, իրենն էր, հասկանու՞մ, ինքը մեր պետությունից չի խլել։ Դուք որ նայեք մենք ինչ վիճակում ենք 1800 սկզբներին, це լացը կգա, անգամ այստեղ չկա ինքել։ Այս տեսակետից պիտի նայվի, սա ռուսամետություն չի, սա քաղաքականություն, ուզում եք երևույթները հասկանանք, որ չգնաք փոսերը։ Բոլշևիկներից եք ասում։ Էլի նույն ձև իրենք են վարվել։ Այդ բոլշևիկներից ավելի շատ դուժել են ռուսները, որտեղ այնտեղ ռուս չկար, համարյա թե։ Իրենց շահերի համար էլի աշխարհաքաղաքական, այս արեցին, այն արեցին, մենք ասում ենք մեր հողերը տվեց։ Ես նորից եմ ասում, ռուսները որ եկան, մենք հող չունեինք։ Ես ֆիքսված թուղթ չունենք, ահա սա մեր հողն է, հետ տվեք։ 1000 տարի առաջ տարել էին։ Ինչ որտեղ էլ մեր մատներ խառը։ Սա էլ է։ Հիմա մի թեմա մնաց, որի վրա էլ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Էլի աշխարհաքաղաքական։ Բալասանյանը Վիկտոր գիտեք ինչ որ հայտարարություն արեց, ճիշտ է իր կարծիքով բանն է միութենական պետության մաս դառնալը, էլի որպես ժողովրդավարական երկիր, մարդը իրենք ունի դասի։ Հասկանու՞մ, դուք իրենք ունեք ասեք Եվրոպա, իրենք ունեն ասի միութենական, մեկն էլ իրենք ունեն ասի Չինաստան, այդ դեպքում ասում եմ, հավաքվում են, վիճում են քաղաքական պայքար եւ այլը, բայց ինչ։ Նույն հետակոծությունը, ինչ որ ասենք Լևոնը, ինչ որ են մյուսները, նրան միացան նաեւ որոշ ազգայիններ, ոչ մի որ միութենական պետության անուն կտա, այսպես, այնպես, միշտ պիտի լիներ բազմակողմանի քննարկում։ Որտե՞ղ գիտեք, որ ճիշտը դա չի, կամ որտե՞ղ գիտեք, որ ճիշտը սա չի, նա չի, ես չեմ ուզում մի որևէ տեսակետ ասի փաթաթեմ ձեր վրա։ 2018-ին տեսակ չէ, խանդավառ բոլորը գնում եք մի ուղղությամբ։ Գաք դժոխքի կարակների մեջ։ Ու սա դաշ չի, որ ասենք վերլուծեք տարբեր տեսակետներ դնեք, քննարկեք, կանչեք, հասկանաք ինչ հիմք ունի նա, ինչ հիմք ունի, մյուսը։ Ես հիմա ձեզ հրավիրում եմ էլի շարունակել հորդորում եմ շարունակել դիտելը, ես ներկայացնում եմ դրա վերաբերյալ մի տեսակետ, ցավոք սրտի հեղինակի անունը չկար, ինքը ճշմարտության ձայն անունով է ներկայանում, ես ներկայացնում եմ իր տեսակետը, պատահի չի ես համաձայն եմ կամ համաձայն չեմ։ Քննարկում ենք ու վիճում ենք, որ ճիշտը գտնենք։ Ինչ է ասում ինքը։ Հասեցի չանդրադառնամ այս թեմային, այդ Բալասանյանի, բայց մարդկանց տգիտության պատճառով նյարդերս տեղի տվեցին։ Չեմ ցանկանում, որ մեր ժողովուրդը եւս մեկ անգամ խաբվի։ Եվ այսպես վերջին օրերին մեծաղմուկ բարձրացավ այն հայտարարությունից հետո, որ արեց Վիտալի Բալասանյանը առաջարկելով, որ Հայաստանը պետք է անդամակցի միութենական պետությանը։ Նրա խոսքերը միանգամից քննադատության արժանացան, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական շրջանակներում։ Շատերը դա ներկայացրին որպես Հայաստանի ինքնիշխանության հրաժարում եւ երկրի միացում ուրիշ պետության քաղաքական համակարգին։ Սակայն այստեղ առաջանում է մի կարևոր եւ սկզբունքային հարց։ Եթե միութենական պետությանը միանալը ներկայացնում է որպես ինքնիշխանության սահմանափակում, ապա ինչպես պետք է գնահատել Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը, որի մասին նույն այդ մարդիկ ամեն օր խոսում են որպես փրկության ճանապարհ։ Եվ հարցնում է. ինչ է միութենական պետությունը։ Դուք էլ լսեք։ Միութենական պետությունը ստեղծվել է Ռուսաստանի եւ Բելարուսի միջև, այն ենթադրում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական ինտեգրում, ընդհանուր տնտեսական տարածք, որոշ դեպքերում նաեւ համատեղ կառավարման մեխանիզմներ։ Բնականաբար նման միության մեջ մտնելը ենթադրում է, որ պետությունը որոշ ոլորտներում իր ինքնուրույն որոշումների մի մասը փոխանցում է ընդհանուր կառույցներին։ Սա այն հիմնական փաստարկն է, որով քննադատվում է Բալասանյանի առաջարկը։ Ոչ մեր ինքնիշխանությունից շուրջ կորավ։ Եվ հարցնում է պարոնը. իսկ Եվրոպական միությունը ինչ է։ Հիմա տեսնենք ինչ է։ Նույն տրավաբանությամբ պետք է հարց տալ. արդյոք Եվրոպական միությունը այլ բան է։ Եվրոմիությունը նույնպես վերազգային կառույց է, որտեղ անդամ պետությունները իրենց ինքնիշխանության զգալի մաս փոխանցում են ընդհանուր ինստիտուտներին, Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական խորհրդարան, Եվրոպական դատարան։
Եվրամիության անդամ երկրները պարտավոր են ենթարկվել այդ կառույցների ընդունած որոշումներին, կիրառել միասնական օրենքներ, տնտեսական կանոններ եւ երբեմն նաեւ արտաքին քաղաքականության ընդհանուր գիծ։ Այսինքն իրականում խոսքը նույն ինտեգրացիոն տրամաբանության մասին է, տարբերությունը միայն աշխարհաքաղաքական ուղղության մեջ է, դեպի Մոսկվա, թե դեպի Բրյուսել։ Ասենք երկու դեպքում էլ դուք չեք կարող ասել անկախությունը պահեցինք։ Երկու դեպքում էլ ինչ որ չափով կորցնում են, եթե դուք միանում եք ինչ որ երկրների։ Եվ շարունակում է պարոնը։ Երկակի չափանիշների խնդիր, այսպես ենթավերնագիր է դրել։ Այս իրավիճակում ակնհայտ է դառնում հայկական քաղաքական դաշտում տարածված երկակի չափանիշը։ Երբ խոսվում է միութենական պետության մասին, շատերը բարձրաձայնում են ինքնիշխանության կորստի վտանգի մասին, բայց երբ նույն սկզբունքը վերաբերում է Եվրոպական միությանը, այդ հարցը գրեթե չի բարձրացվում։ Ինչու՞։ Սակայն իրականությունը այն է, որ ցանկացած ինտեգրացիոն միություն ենթադրում է ինքնիշխանության որոշակի սահմանափակում։ Սա քաղաքական փաստ է, ոչ թե քարոզչական թեզ։ Եվ ապա պարոնը մի ուրիշ ենթավերնագիր է դնում Հայաստանի համար իրական հարցը։ Տեսեք որն է։ Հայաստանի համար հիմնական հարցը պետք է լինի ոչ թե այն, թե որ միությունն է ավելի գեղեցիկ հնչում, այլ որ ուղղությունն է ապահովում երկրի անվտանգությունը, որն է տնտեսական զարգացման ավելի իրատեսական ճանապարհը եւ որն է համապատասխանում Հայաստանի աշխարհաքաղաքական իրականությանը։ Եվ շարունակում է. Փոքր պետությունները հաճախ կանգնում են ինտեգրման ընտրության առաջ, բայց այդ ընտրությունը պետք է արվի ոչ թե քարոզչական զգացմունքներով, այլ սառը հաշվարկով։ Եվ եզրակացնում է. Այսպիսով Վիտալի Բալասանյանի հայտարարությունը կարող է ընդունվել կամ մերժվել քաղաքական տեսանկյունից, բայց այն նաև բացում է կարևոր քննարկում, եթե Հայաստանի համար անընդունելի է անդամակցել միութենական պետությանը ինքնիշխանության պատճառով, ապա նույն հարցերը պետք է անկեղծորեն քննարկվեն նաև Եվրոպական միության վերաբերյալ, քանի որ պետության ապագան որոշելիս վտանգավոր է առաջնորդվել ոչ թե իրականությամբ, այլ քաղաքական լոզունգներով։ Եվ որպես հետգրություն, զավեշտ է, որ նման քննադատությամբ հանդես են գալիս ԿՊԱ-ականները, ում օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, իսկ Ռուսաստանից տնտեսական ու Թուրքիայից քաղաքական կախվածությունը պատմական մաքսիմումի։ Եզրափակեց։ Ես էլի գտնում եմ, որ բոլոր տեսակետները հարկավոր է քննել առանց հայհոյանքների, որտեղ ինչպես ինքն է ասում, եթե դուք քաղաքական լոզունգներով առաջնորդվեք ոչ թե իրականության գնահատումով, դադարելու է գոյություն ունենալ։ Հիմա այստեղ մի հարց։ Այս ամենը ճիշտ է, որ քննարկեն Հայաստան էս կողմն թե այն կողմ գնա։ Եթե Հայաստանը լինի ինքնուրույն պետություն, ըստ պահի որոշակի ինքնություն ունենա եւ ինքը ունենա իրավունք ընտրելու, այս կողմ եմ գնում, թե այն կողմ եմ գնում, թե ոչ միտեղ չեմ գնում։ Բայց հիմա ինչ է Հայաստանը իրենից ներկայացնում, դու կարող եք ասել։ Ես այստեղ կներեք, բայց օգտվում եմ ադրբեջանցի մի հասարակ քաղաքացու դիտարկումից։ Երբ որ Եվրոպայում ծափահարեցին, մարդը գրել է. Наместник нашего президента в Երևանը, Փաշա Վեզիր Նիկոլ։ Սխալ է գրել։ Երբ պիտի մենք ընկալենք, որ այդ աշխարհաքաղաքական ընտրությունը արդեն կատարված է, վիլայեթ է եւ ադրբեջանցի հասարակը մարդու չափ խելք ունենակ իրականությունը նայելու, ուտոպիաների մեջ չընկնելու, հասկանում եք։ Եվ եթե դուք իսկապես ուզում եք իմանալ որն է վտանգավոր ուղղությունը մեզ համար, նայեք թե իշխանությունները ինչ են ընտրում։ Նրանց ընտրած հենց վտանգավորն է եւ հակառակն է պետք անել։ Հետո կզղջակ եւ եթե շարունակեք մնալ մոլորության մեջ ինչպես 2018-ից հետո հարց այն է հարգելի հեռուստադիտող քեզ տանում են տարալուծելու թուրքական աշխարհում անգամ դրսի միջազգայնագետն են ահազանգում տեսեք են եվրոպացու խոսքը բերեցի եւ Եվրոպան սրա համար ծափահարում է քեզ չեն էլ հարցնում
Դա հարցերը լուծել են։ Իրենք են քո ապագան որոշում, դու չես որոշում։ Հիմա փաստը դա է, դուք դրա հետ կանգ առնեք, հաշվի առնեք։ Եվ դուք չգիտեմ ինքնուրույն դիմակայելու հնարավորություն ունեք թե չունեք, սա էլ հարց է։ Եվ ես ինքս էլ հայակենտրոն եմ, բայց հիմա այս իրավիճակում, երբ որ ամբողջությամբ իրականությունը վերլուծում ես, ախտորոշում դնում ես քո դեմը, զգում ես, որ մենք անենք, շանսեր համարը չկա։ Այստեղ շատ բարդ իրավիճակ է։ Եվ ես արդեն իմ տեսակետն եմ ասում, վերանալուց փրկվելու մի ուղի կա, եթե տարել են արդեն թուրքական աշխարհը շարունակեն այս տեմպերով, դուք տեսնում եք, չէ՞, ինչքան գնում ենք, անհագնանում է։ Վերանալու ենք։ Ու որպես տեսակ։ Ու վերանալուց փրկվելու ես այսօր մի ուղի եմ տեսնում, ասեք, ես չեմ նայում որպես հայ։ Պատկերացրեք, ես դրսից մարդ էի անցնում է ինձ խնդրել եք, ես նայում եմ, խորացել եմ այս ամեն ինչի մեջ, ես ասում եմ հարգելիներս։ Եթե Լևոնի ասածը տեղի ունենա, եւ Ռուսաստանը միայն իր շահերից ելնելով գա, որից եմ ասում, միայն իր շահերից ելնելով գա այստեղ ինչ որ բաներ անի, հնարավոր է դուք չվերանաք։ Հակառակ դեպքում վերանալու եք։ Այդ դրա համար են ձեզ հենց Ռուսաստանով վախեցնում, այդ զորքով, մի մասն էլ այսպես հին պատմական տվյալները այսպես խորությամբ չուսումնասիրելով, չիմանալով, որ ինքը իր այդ քայլերով նպաստում է ինքնավերացման, այսինքն չի հասկանում, որ իրենք բոլորով իրենց ստանում են մեռնելու ու իրենք էլ ճանապարհի հարթում են։ Ու դրա համար է վերնագիր ասել, մեռնողները ողջունում են քեզ, Եվրոպա տանում են ձեզ մեռնելու։ Չեք հավատում, դուք հավատաք։ Եվ տեսեք Լևոնի դեմ 600 հոգի գրոհել էին։ Ես գիտեմ, որ հիմա էլ իմ դեմ կգրոհեն։ Ինձ դա բացարձակ չի սարսափեցնում, ես 6000 էլ եմ դեմ գրոհել, 60000 էլ եմ դեմ գրոհել։ Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում մենակ դուրս գա մի ողջ ժողովրդի դեմ։ Ու ես քանիցս այս երրորդ հանրապետության տարիներին քանիցս դուրս եմ եկել մենակ ժողովրդի, երբ որ ժողովուրդ այսպես ճշտող մեծամասնություն գիտեր, որ մեղավորը սա է, ուղին սա է, գնում էին, ես հետազոտել եմ, ասել եմ հարգելի ձեր շարժումը թերմտածված է։ Դուք չունեք այս հարցերի պատասխանները, դուք չեք հաջողելու, անգամ ասել եմ, եթե անգամ մի հրաշքով գաք իշխանության, իսկ այդ հրաշքը ես գիտեմ որն է, երբ որ դրսի ուժերը քեզ օգնում բերում դնում են, ինչ-որ 10-ին եղավ։ Մեկ հազար էլի տապալվելու եք, որովհետև հարցերի պատասխանը չունեք։ Եվ ենթադրելի է, որ ասենք այդ շարժման ակտիվ հատվածը պիտի գրոհեր իմ դեմ, թերթերում գրեին, այս համացանցը, որ եկա համացանցում գրեին։ Ես գիտեի, որ ես ճիշտ եմ։ Ես գիտեի, որ իրեն շարժումը թերմտածված է։ Ես ասում եմ, լավ, մարդիկ չեն հասկանում, ասեցին։ Կյանքը ցույց տվեց, որ այդպես էր։ Ես միայնակ ճիշտ էի, ասեք 100,000-երով սխալ։ Ու ես հիմա էլ չեմ վախենում։ Ես որ հաշվարկում եմ, ես կուսակցություն չեմ ներկայացնում, ինչ-որ խումբ չեմ ներկայացնում, ինչ-որ շահեր չունեմ սրա մեջ, որ ասեմ, հա պաշտպանում եմ իմ թեզերը։ Աստված տվել է տեսնելու շնորհք, իհարկե դա դժբախտություն է այս իրավիճակում։ Վերլուծում ես, ուսումնասիրում, առանց որևէ շահի գալիս ասում ես, հարգելիներս, դուք գնում եք մահվան, չեք հասկանում, որ գնում եք մահվան։ Ուզում եք չմեռնեք, ահա եկեք սա էլ լսեք, ու ես չեմ ասում, սա վերջնական ճիշտն է։ Իմ վերլուծությունը սա է, եկեք համոզեք ինձ հակառակը, եւ ոչ թե գրեք նայ, ես չգիտեմ ինչ նոր բան պիտի գրեք, իմ մասի որ չեք ասել ես 30 տարվա մեջ։ Ուր հասանք, հա, որն է ստարապանքի իմաստը, որպեսի դուք, որ ես տեսնում եմ, որ գնում եք կոլեկտիվով դեպի մեռնելու, թույլ չտամ։ Գիտեք, քանի տարի առաջ եմ գրել համացանցում, ափսոս չկարողացա գտնեմ, ասել էի մեր ազգակիներից արժե մի նպատակ է դրել։ Թույլ չտալ, որ այս մարդկային բազմությունը գնա ինքնաոչնչացման։ Մաղձ ունի, հասկանում եք, դեպի յաթաղանը գնալու բան կա մեջը, ավտոմատ դրված է։ Ու անջատում են ինչ-որ բանից գնան։ Հիմա տանում են ձեզ, շատ նուրբ խորամանկ ձևերով։ Ու դուք դա չեք ընկալում, որ մեկն էլ ինչ-որ մի բան է ասում, որ ձեր շահերից է բխում։ Վաղը կերևա, ինչպես եք արձագանքում։
Եվ որպեսի այսպես միայն խոսքով ասելով չբավարարվեմ, ես տեղյակ եք, որ նախաձեռնություն եմ ուզում սկզբնավորել, կոչվում է ազգակիցների միություն, այն մարդիկ, ովքեր ընկալում են, ովքեր սրտացավ են ազգի ու հայրենիքի համար, ու նաև ըմբռնելու կարողություն ունեն, փաստարկներ ընդունելու, վիճելու, տրամաբանելու կարողություն ունեն, ես առաջարկում եմ, որ եկեք իմի գանք եւ նույնիսկ ամենավատ դեպքին պատրաստ լինեք, որ կարողանանք, եթե ոչ ամբողջ, ապա ինչ-որ բան փրկել։ Ամենակարևոր ես դա համարում եմ տեսակը փրկենք, այն առողջ իրական հայ տեսակը։ Եվ ում որ ես ուզեցի ու սարսափեցրի եւ ցելեք Facebook-յան ազգակիցների միություն խումբ, եզրափակելով ասեմ, որ ընտրություններ են սպասվում, այս բարդ իրավիճակում ես չեմ ուզում շատ խորանալ, դրա վերջ շուրջ գուցե հետո ես մի բան կասեմ, ակտիվացնել պետք է ժողովրդին օգտագործելով այս առիթը, ընտրությունների հնարավորինս ակտիվացնել, բայց ճիշտ ուղղություններով եւ եթե տա Աստված, որ աշխարհում այնպես դասավորվի իրականություն, աշխարհի հզորներ, որ կարողանանք իշխանապահություն անենք ու մենք այս դեպի մահվան գրացող ճանապարհից ետ դառնանք, շատ լավ, եթե չհաջողվի, այդ դեպքում մենք այդ ակտիվացած ժողովրդի ազգակիր հատվածին ցույց տանք ինչ որ մի հերավոր թեկուզ լույս, որ գնան դեպի դա եւ փորձենք տեսակը պահպանենք։ Դա ոնց է արվելու, ես հետագայում ձեզ մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետը, եզրափակելով ասացի, որ խորքային է, վիճահարույց է, աղմկահարույց է, վարվեք ինչպես ուզում եք իմ տեսակետի հետ, բայց ես ձեզ հրավիրում եմ խորհելու, ինչպես որ 2003 թվականին իմ գրքի քաղաքական գրքի վերնագիրն էր խորհելու ժամանակը, ուշացել եք, ես ասում եք խորհենք։ Եկեք ապացուցեք, որ ես ճիշտ չեմ։ Խնդրեմ, այս տաղավար մի աթոռ ազատ է։ Եկեք ապացուցեք, որ ճիշտ չեմ, ճիշտը գտնենք։ Բայց այ հոյակ, մայ հոյակ, ինչա լեզ եւ այլ։ Դրանք թողեք այդ լումպենական։ Դրանք իրա չեն ազդում, ունեք միլիոններով գրեք։ Ես իմը գիտեմ, որ ճիշտ է, ես գնում եմ դրան։ Միայն մի ձև կա, եկեք ինձ համոզեք, ապացուցեք, որ չէ, ես ճիշտ չեմ։ Փաստերը դրեք, ես պատրաստ եմ, այսպես պատրեմ գցեմ են կողմ։ Բայց ասեմ, ձեզ համար դժվար է լինելու, որտեղ սա իմ հույզերից չի ծնված։ Վերլուծություններ, կեսդարյա։ Առայժմ այս քանը, այս ծանր ու բարդ զրույցը ավարտեցինք։ Լավ եք։